Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ բարև ձեզ պարոն Ղազարյան, ուրախ եմ ձեզ տեսնել այս տաղավարում։ Պարոն Ղազարյան, վաղ առավոտից սկսել են ձերբակալություններ, իբրև թե հեղաշրջման պլան ներկայացվեց երեկ, հետո էլ այդ հեղաշրջման հեղինակներին, մասնակիցներին, աջակիցներին ըստ իրենց այս քննչական կոմիտեն ներկայացրեց, որ համատարած ձերբակալություններ են, գիտեմ, որ ձեր ընտանիքն էլ անմասն չի մնացել ձերբակալությունից, ձեր քրոջ տղային եւս ձերբակալել են, այն էլ ինչ պայմաններում, երբ տանը, եթե չեմ սխալվում, հարազատի կորուստ է եղել, չնայած այդ պայմանին չհարգելով մարդու կորուստը, եկել են, խուզարկություն են իրականացրել եւ ձերբակալել են։ Նախ այս շոուի վերաբերյալ խոսենք, նախ ինչ գտան խուզարկության ընթացքում այդ տնից։ Երեխու բլոկնոտ, դպրոցահասակ երեխու բլոկնոտն են տարել, դե ոնց որ թե արդեն կբացահայտվի էլ այդ բանը, դե երեխու բլոկնոտը որ տարել են, դե սաղնդե են։ Էդի ու ասենք գիտեք, ընդհանուր էս զավեշտը ասես, այդ իրավապահ մարմինների չեմ ասում մարդկային կամ անմարդկային, որովհետև իրավական բաղադրիչ այնտեղ առհասարակ գոյություն չունի, չի կարող ունենա։ Հակառակը, ճիշտ գոյություն ունի, հակառակը։ Այսինքն հիմա է մեր պետությունը ապօրինաբար զավթված։ Այսինքն հեղաշրջում ա եղել եւ մեր ժողովրդի օրինական իշխանությունը մի խումբ փոքրաթիվ հանցավոր խմբի կողմից զավթված է։ Ու քանի որ նրանք տիրացել են իշխանությանը, ապօրինի այդ իշխանությունը, այդ թվում եւ անկախ կոչվող մարմինների գործունեության ապօրինի միջամտություններով, իրենց հանցավոր իշխանությունը պահելու համար ապօրինի միջոցներ են ձեռնարկում։ Այս ամբողջը մի զավեշտի մի ամբողջություն է, նայեք։ Այս ամեն ինչի այսօրվա գործողությունների սկիզբը ի՞նչն է եղել, որ civic.am լրատվական կայքը հրապարակել է իշխանափոխության մի հատ պլան կոչվող, մի հատ թղթի կտոր, սկան արած, ոչ երևում է դա ով է գրել, ոչ երևում է որտեղ է գրել, ոչ ինչի մասին է դա, այսինքն ցանկացած ապուշ, նույնիսկ Վահագ Ալեքսանյանը, կարա դա գրի, չէ՞։ Civic.am-ը, էլ չեմ ասում, որ հիմա շատ մարդիկ մտածում են, ովքեր որ IT տեխնոլոգիաներից մի քիչ ավելի քաջատեղյակ են փորձառություն են, ծրագրեր կան հիմա, ChatGPT եւ այլն, խնդիրները տալիս ես, ասում ես ենթադրենք հայաստանյան իրականությունն է, էսենց բան է, խնդրում եմ ներկայացրու մի հատ հանրային դժգոհությունների, գործողությունների ծրագիր։ Ու ինքը մի քանի րոպեում գրումա տալիս է։ Հիմա էդ էլ հրապարակում է civic-ը մարդիկ չգիտեմ, որովհետև դա տենց հայտնի լրատվական կայք չի, որ ասենք live news չի էլի, ոչ էլ հայելի է, ոչ էլ 168 է, որ մարդիկ լսեն իմանան, որ դա լրատվական կայք է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում գործող իրանց ենթակայության լրատվամիջոցը, որը ըստ մամուլի հրապարակումների փաստացի ղեկավարում է Վահագ Ալեքսանյանը, այդ որ ասում են Վահագ Ալեքսանյանը կարա գրածալի, նկատի չունեի, որ ինքը ապուշա գրել է, այլ որ ինքը ուղղակի կարա որոշակիորեն առնչություն ունի դրա հետ։ Իր ապուշը վերաբերյալ ինքը Պետրոսի մոտ հարցազրույցի ժամանակ մի քանի անգամ տենց ընդգծել։ Բայց գտնվում է իրանց գրասենյակում կուսա։ Այս վերջերս Նիկոլ Փաշինյանը այցելել է Civic.am-ի վերանորոգված գրասենյակը, լուսանկարներ կան, ու դա է հրապարակել։ Դա հրապարակել է, որից հետո գլխավոր դատախազությունը այդ թղթի կտորը փոխանցել է քննչական կոմիտեին, նրանք էլ միանգամից սկսել են իրականացնել գործողություններ։ Ու այսօր լույսը բացում է, սկսում են լայնամասշտաբ ձերբակալություններ, խուզարկություններ, արգրավումներ եւ այլ համատարած ամբողջ երկրով։ Վայքում եթում են, ասենք, ընդեղ է մարդը չեն նայում տունը դժբախտություն կա, ինչ այլ է, այս մեկ տեղը տուն, այս մեկի տեղ երեխա կա, այս մեկը պատգամավոր է, մեկը սրբազան է, մեկը կապ չունի։ Բայց լավ, ես ուզում եմ հասկանամ, եթե սա մի լայնամասշտաբ
պետական իշխանությունը ապօրինի զավթելու միացած մասշտաբային ծրագիր էր, ներառում էր ամբողջ հանրապետությունը, տարավոր մարդիկ, գործողություններ, միջոցներ, բայց երկրում օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ազգային անվտանգության ծառայությունը, որը սենց մտել է այդ տեղ չկա, որ իրանք մինչև հիմա մտած չլինեն, ոստիկանությունը իր օպերատիվ հետախուզական մարմիններով, արտաքին հետախուզակամը չէ, որ դա կարող է նաև արտաքին օտարերկրյա պետությունների կողմից ինչ-որ այդ դրանք մինչև հիմա խոտենք էր, ասենք ես ում իմանամ, եթե Civic AM-ն է մեր երկրում, մի հատ երրորդ սորթի կուսակցական լրատվամիջոց է բացահայտում պետական հեղաշրջման լայնածավալ պատում ես պետական իշխանության դա ասում է քննչական կոմիտեի հայտարարության մեջ ասում է օրենսդիր եւ գործադիր իշխանությունը զավթելու պետական իշխանության 3 թևերից 2-ը զավթելու արդեն հայ-հայերա իրական Civic AM-ը բռնեց Civic AM-ը բռնեց նոր տվեց ԱԱՑ-ն արդեն սև դիմակները քաշին գլուխները Սև շոյերը հական ավտոմատները վերցին, ահա սարսուր գնացին դե Civic AM-ի բացը, բա որ այդպես բաներ են, այդ է սև դիմակները, այդ է շոյերը, ավտոները, ավտոմատները, սենց բաները, բա դուք մինչև հիմա սաղըտ իրար հետ, եկել է ժամը մեկը, մի դուք խոտ եք տրե 4 կողմից կերել եք, բա որ դուք իրավապահ մարմին եք, դա ոնց է այդ ամեն ինչը տեղի ունեցել, որ Civic AM-ն է դա բացահայտ է։ Բարձր չէ՞ ինչ է տեղի ունեցել։ Իրանք իրանց ձևով գրել են, իրանք իրանց ձևով իրանց կայքում հրապարակել են։ Գլխավոր դատախազը, որ իրանց վարչապետի օգնականն է եղել Աննա Հակոբյանի ընկերուհին, վերջ է տվել իրավա, դրանք է գնացել են անցել են զանգվածային ձերբակալությունների։ Ու այդ էր Սամվել Կարապետյանի ձերբակալությունից մի քանի օր հետո, այսինքն անցել են լայնամասշտաբ գլխատելու մեր երկիրը ամբողջ ու սա լրիվ ապօրինի։ Ասենք գնացել են օրինակ հիմա մերոնց տուն, չէ։ Իրանց ասում են գիտես ինչ, վիշտ կա այս տանը, երեխա կա այս տանը։ Իրանք էլ հո գիտեն, որ իրանք գնացել են անմեղ մարդու տուն, չէ։ Հիմա օրինակ 100-1000 քրեական գործեր է հարուցում։ Մարդկանց հո բոլորի տաները խոզարկություն չէ՞, խոզարկություն պիտի անես այն դեպքում, երբ որ դու ունես բավարար օպերատիվ հետախուզական տվյալներ, որ կոնկրետ այս մարդու տանը, բնակարանում կարա լինի այսինչ միջոցները, չէ՞, գնում ես խոզարկությամբ, դա պարզ է, չէ՞։ Այսինքն դա սովորական միջոցառում չի։ Դա հատուկ միջոցառում է վարույթային, որի անհրաժեշտությունը պիտի հիմնավոր լինի։ Ու դու որ առավոտը ժամ 8-ի մտել ես մարդու տուն, դիվադադար ես արել, ու ոչ մի բան չես գտել, ելել ես, ռադդ քաշել ես, գնացել ես, չէ։ Բա դրա պատասխանը ով է տալու։ Բան չի չես գտել։ Բա գնացել էր, որ ուրեմն կա, չէ, որ գնացել ես։ Բան չի չկա։ Բա որ չկա, դրա պատասխանը ով պետք է տա։ Բա դու չես մնդաբտացով, որ դու անմեղ մարդու նկատմամբ գործողություն ես անում։ Ստրեսի ես ենթարկում։ Այդ ընտանիքին այդ վիճակի մեջ գտնվող երեխան ու անմեղ մարդու։ Բա որ դու օպերատիվ հետախուզական տվյալ ունեիր, քննիչ ես, չէ՞, հիմա քեզ մեկը տվել է, չէ՞, այդ օպերատիվ հետախուզական տվյալը։ Հիմա դրան նկատմամբ վարույթ նախաձեռնել ես, թե չէ, քեզ կեղ տեղեկություն տրամադրելու համար։ Որտեղ ինքը քեզ տվել է, ով է քեզ տվել, ԱԱՑ-ն է տվել։ ԱԱՑ-ն տվել է, դու գնացել ես, մտել ես դատարան, չէ՞, տես ինչ պրոցես է եղել գիշերը, որ ոչ մեկից չի իմացել։ Որ ինքը ԱԱՑ-ն այդ օպերատիվ հետախուզական տեղ ու մենակ այն մեր ընտանիքի ջիվը, մյուս տեղին էլ է, չէ՞, տվել է օպերատիվ հետախուզական տեղեկություն։ Քննիչը որոշումը կայացրել է, գիշերով դիմել է դատարան։ Դատարանը որոշումը կայացրել է, խոզարկության իրավունքը տվել է։ Առավոտը կանչել ես օպերատիվ հետախուզական մի ոստիկանություն, չգիտեմ, մոբիլիզացրել է սաղին, հավաքել եք, գնացել եք, մտել եք երեխու բլոկնոտը վերցեք գնացել եք։ Ոչ մի բան չէ, բա այդ դեպքում դու այդքան միջոց ես ծախսել պետության, իշխանության մարմին, չէ, այդ ամեն ինչ արել, ծախս ես արել, փող ես ծախսել, ունես 0 արդյունք, բայց դրա պատասխանն ով է տա։ Բայց դեպքում դու պետք է շուր գաս, քեզ օպերատիվ հետախուզական տվյալ տվացին, ծառայողական, կարգապահական
Կել չեմ ասում քրեական կես տեղեկություն, կես օպերատիվ տեղեկություն տրամադրելու համար պատասխանատվության պետք է ենթարկվի, չէ՞։ Վստահ եք, որ դատարանի որոշում է եղել, պարոն Ղազարյան։ Չէ, հա, դա առանց դատարանի որոշման չեն կարելի ցույց են տալի։ Ուտես ամենտեղ։ Կամ բանը, դրանց քննչական կոմիտեի հաղորդագրությունը։ Ասում է իրականացված գործողությունների արդյունքում բանը բացահայտվել է, հայտնաբերվել է Երևան քաղաքի քարտեզը։ Ուրեմն ես ուզում եմ մեր իրավապահ մարմիններին ասեմ, որ իմ հեռախոսի մեջ կա Google Map։ Այդ Google Map-ը հիմա ես բացել եմ, սրա մեջ կա Երևան քաղաքի եւ Հայաստանի, մի քիչ որ փոքրացնում ես, հալամաշխարհի քարտեզը։ Ու սենց հիմա կարամ ես այդ Google Map-ի վրա մի հատ հասցե գրեմ, ասենք Միլոբենսկա փողոց Վարշավայում։ Ինքը ցույց տա այդ Միլոբենսկա փողոցը որտեղ է գտնվում լուսանկարներով։ Էդի իրանց օպերատիվ գործողության արդյունքում բացահայտել են Երևանի երևի գիտես ինչի եմ մտածում, ասեմ երևի վրան գրած չի Երևան։ Գրած է Երևան։ Դուք հայ եք, հա, ուրեմն։ Դուք հայ եք, հա, ձեր քարտեզի վրա չի է գրած Երևան։ Բայց դուք չեք լսել, որ Իլհամ Ալիևն ասել է, որ դա հին պատմական ադրբեջանական Երևան քաղաքն է։ Բայց ինչ քարտեզ է քո մոտ վրան գրած է Երևան, Ե-ով։ Հանցագործ հայրենասերներ։ Բա։ Էդի սրանց, էդ ինչ որ ասում եմ չեմ հեգնում, է։ Իրանց հաղորդագրությունն է։ Կամ ասենք թե հրապարակել են ձայնագրությունը, քննչական կոմիտեն։ Այսօր առավոտը իրանք սկսել են իրանց գործողությունները ժամը 8-ին։ Ժամը 11-ի կողմեր էր ձայնագրություններ են հրապարակում։ Ուրեմն իմ նկատմամբ որ բռնություն էր գործադրվել, ժամանակը անցել մի քանի ամիս։ Հանցագործությունը կատարած անձին իրանք չեն բացահայտում, չէ՞։ Չգիտա ինչ իմանան ով այլ աղբեր։ Ոնց իմանան մեր Պերեգիվի ժամը իրանք տուկը տրել են, նստել են կողքը, ինչ իմանան ով է բացահայտ, ով այլ է որ բացահայտեն։ Միջնորդություն եմ ներկայացրել, միջնորդություն, որ այդ տեսանյութը, որ ինձ ցույց են տվել, գիտեն որ տեսանյութ ունեն, ասում եմ, խնդրում եմ դա հրապարակեք, միջնորդում եմ, որպեսզի մարդկա կարող է տեսնի այդ տեսանյութը, ճանաչի ով է, գաց ես ասի, էսի ենթադրենք, էս ինչին ես նմանացնում եմ, որպեսզի բացահայտենք ով է։ Ընդ որում հղումներ եմ տալ իրանց նախկին քրեական գործերին, որ մի խանութից գողություն ա եղել, մի հատ միջադեպ ա եղել, իրենք հրապարակեն, ասում են չեն գտնում։ Այս տեսանյութում պատկերված անձին ով որտեղ տեսա, թող մոտակա ոստիկանության բաժին կամ զանգի 102։ Հիմա ասում եմ, քանի որ դուք չեք գտե, հրապարակեք այս տեսանյութը, կարող է մարդը մեկը ճանաչում է գտնում է։ Մերժել են իմիջնորդությունը, քննիչը ասում է, դա նախաքննական գաղտնիք է, եւ մենք նախաքննության ընթացքում նյութերը չենք կարող հրապարակենք։ Հիմա ես եմ հասկանամ, որ նախաքննությունը այսօր առավոտը սկսել է։ Մի ժամ հետո նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութը քննչական կոմիտեն ինչի է ինչ շահադրթվածություն ունի, որ հրապարակում է։ Մանավանդ որ այդ տեսանյութը մնաց չի, որ ասեն, այս տեսանյութը հրապարակվում է, որովհետև ընդե 1 րոպե 43-րդ վայրկյանին հնչում է մի մարդու ձայն, որ չգիտենք ով է այդ մարդը։ Խնդրում ենք ով կնմանացնի այդ ձայնը ինչ-որ մեկին, խնդրում ենք իրավապահ մարմինին, այտենց ոչ մի խնդրանք այդ տեսանյութերի հետ քննչական կոմիտեն չի, այսինքն դա բացահայտման, վարույթի օգտակարության ոչ մի ունի բացարձակ քարոզչակ, այսինքն տեսակ որ մենք բռնել ենք, հիմա տեսեք թե ինչի համար ենք բռնել։ Տեսանյութ հրապարակել են, ոչ ասում են ով է ձայնագրության տեսանյութ։ Տանա պատը ձայնագրությունն ու տարերով գրված տիտրերով գրված է։ Այսինքն տեսանյութի վերածած ձայնագրությունը։ Ոչ ասում են հեղինակ նով է, այդ ձայնագրություն նով արէ։ Ոչ ասում են որտեղ է արվե։ Ոչ ասում են երբ է արվե։ Ու դե մի քանի ձայնագրու, արդյոք դա մի օրվա է, տարբեր օրերի է, տարբեր մարդիկ են թե չէ։ Արդյոք դա իրական է թե իրական չի։ Հիմա մեր երկրի սահմանադրությունն ասում է, որ
ցանկացած մարդու հետ ապնդելը, գաղտնալսելը, նրա մասին տեղեկություններ հավաքելը դա ապօրինություն է։ Ոչ ոք իրավունք չունի, ասենք ինձ եւ ձեզ մենք իրավունք ունենք մեր հարցազրույցը վարենք ուղիղ եթերում։ Բայց եթե մենք առանձին զրույց ենք ունենում, մեզ գաղտնալսելու իրավունք այս երկրում ոչ ոք չունի, բացի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից դատարանի որոշմամբ, այսինքն պիտի օպերատիվ հետախուզական մարմինը տվյալներ ունենա, որ այս մարդը էսի բանն է պլանավորում, նախապես դիմի դատարան, ասի խնդրում եմ ինձ իրավունք տու, ես այս մարդու բանկային հաշվին հասանելիություն ունենամ, իրան գաղտնալսեմ, իրան տեսագրեմ, իր մուտքը ելքը, որպեսզի հանցագործությունը կանխեմ կամ բացահայտեմ։ Եթե դա արած չի, ուրեմն այդ նույնիսկ իրական նույնիսկ եթե լինի, սկսե կասկած կա, որ կարա իրական է չլի, չէ՞, հիմիկվա ասում եմ ինֆոտեխնոլոգիաների պայմաններում կարաս նաև ձայն ստանաս, կարաս պանես ստանաս, որ մտո վիդեո ստանաս, հələ մարդը նստել է, այդ ասում եմ, այստեղ ինչ եղել է։ Հիմա որպեսզի դու դա անես, պիտի եթե դա օրինական ձևով չես արել, այդ ինչ որ ունես ձեռի տակ, նույնիսկ եթե իրական լինի, դա ապացույց չի կարա համարվի, որովհետև մեր քրեական դատավարության օրենսգրքով Վերադարձանք եթե ներողություն ենք խնդրում։ Մեր քրեական դատավարության օրենսգրքով ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցները իրավական արժեք իրենցից չեն ներկայացնում։ Այսինքն հնարավոր չի հիմա մեկը այդ նույն նյութերը տանեն դատարան, որպես ապացույց ներկայացնեն, եթե դրանք ձեռք են բերել ոչ օրինական ճանապարհով։ Հիմա հրապարակել են, չգիտենք, օրինական է, անօրինական է, հələ պետք է դատաքննության ընթացքում պարզվի, չէ՞, փաստաբանները, պաշտպանները միջնորդություններ անեն, էքսպերտիզան պիտի տա։ Բայց սրա իմաստը ո՞րն է, այսինքն քննչական կոմիտեն լծվել է Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Վահագ Ալեքսանյանի, Նիկոլ Փաշյանի եւ այլ քարոզչական գործի, որովհետեւ ինչ էս գործողությունները սելա, դրանք հիմա նստել են Facebook-ի վրա ու գրառումներ են անում։ Հələ նախաքննությունը, հələ ամեղության կանխավարկած, հələ նու ոչ թե ամեղության, նու ակնհայտ է, որ այս ինչա կատարվում, չէ՞։ Սրանք արդեն կպել են քարոզչական գործերին, որ ցես մի հատ հիմա էսի օրինական իշխանություն է։ Էսի օրինական իշխանություն, ասում օրինական իշխանության դեմ իրական, որ օրինական իշխանությունը այն է, որ գնացել է ընտրությունների, մարդկանց տվել է խոստումներ, պիտի իր խոստումները ունի կառավարության ծրագիր, ծրագրում կատարի իր ծրագրային պարտական, ու չի կատարում։ Այդ դրա օրինականը ո՞րն է։ Ասում եմ, ընտրություններով ձևավորվել է իշխանություն, որ ինչ անի։ Երթում է տվել այդ ընտրություններով ձևավորված իշխանություն, ասում է, երթվում եմ, օրենքի տեքստով է երթման տեքստը։ Ասում է, երթվում եմ կատարեմ ժողովրդի առջև իմ ստանձնած պարտավորությունները, հարգելով Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները։ Կառավարության անդամի երթումն է։ Հիմա ժողովրդի առջև իր ստանձնած պարտավորությունները չի կատարում, գնացել է Ալիևից հանձնարարությունները ստացել է, 2 օր առաջ գնացել Էրդողանից, կոշիկները անել, շանոտը գցել դրանց մեջիթը, Էրդողանի կոշիկներն էլ լիզե, եկել է հարձակվել մեր ժողովրդի վրա։ Ես ուզում եմ այն ինչ որ անում է, նրա կառավարության գործունեության ծրագրի որ էջում է գրած։ Դες բան գրած չի ոչ միտեղ։
Ես եթե կառավարությունը իր քաղաքականությունը դուրս է ծրագրից, դա արդեն ապօրինություն է։ Այսինքն այդ իշխանությունն է ապօրինի։ Իսկ ընդ ասեք նույնիսկ այդ զայնագրությունները որ նայում ես, ընդ ապօրինության ոչ մի բան ըստեյության գոյություն չունի։ Այսինքն մարդ ասում է, եթե մեքենաները խփեն կանգնեն, կա բան կանա, խցանում կառաջանա։ Հետո այսինքն դրա եթե մեքենաները փողոցում 4 հատ մեքենա խփում են իրար, ապա են կանչում։ Արա այսօր ջամփինգ գալուց էլ լա տեսել եմ։ Եթե ասենք մի հատ հեղաշրջման փորձ են։ Հիմա ասենք թե ավտոները որ իրար խփում են, կանգնում են, ապա են կանչում։ Այդ պիտի թե ասես վթարի ենթարկված մարդկանց բան անես, ԱԱՑ-ով սեր դիմակները, չուրկիները քաշես կախի, դելես այդաս ձերբակալես, ասես դուք օրենսդիր իշխանությունը զավթում եք, անչեք ավտոները խփեկայինները։ Նախ պարոն Ղազարյան, դեռ հստակ չէ, որ դա ով է այդ ձայնագրությունների մեջ, ով է խոսում, արդյոք դրանք իրական են թե ոչ, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ այժմ տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ ամեն ինչ հնարավոր է անել, ամեն ինչ, եւ շատ դժվար է իրականությունից տարբերել։ Բայց մի հարց, երբ որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը իշխանափոխություն էր անում եւ վստահ եմ այնպիսի ձայնագրություններ կա, միգուցե, չգիտեմ, ՑՄ ազատազրկում է հասնում, եթե դրանք հրապարակվի, այդ ձայնագրությունները թող հրապարակեն, այդպես արդար մարդիկ են։ Ես կարծում եմ ոչ մեկս միամիտ չի, ամեն ինչ պարզ է երկրում ինչ է կատարվում։ Սա համատարած ռեպրեսիա է։ Նույնը 2 օր առաջ Սամվել Կարապետյանին հան իրավի բռնել մարդը, չէ՞, ասենք խոսա ոնց որ մարդը հիմա ես էլ եմ խոսա, ես չեմ ասում, ինձ իմ դեմել են քրեական գործառույթ։ Հիմա ասենք մեկին որոշել են, դե պարզ է, չէ՞ Սամվել Կարապետյանին նստացրել, որովհետև նրա ազդեցությունը, հեղինակությունը նախ Ղազարյանի հետ գար չի։ Ազդեցությունը մեծ է, հեղինակությունը մեծ է, Հայաստանի աշխարհի ամենահարուստ հայն է, չէ՞, դոլարով միլիարդատեր մարդ է։ Վերցել են հան իրավի տալ են այդ մարդուն կալանքի։ Հիմա Բագրատ Սրբազանը ունի մեծ հեղինակություն, չէ՞, ամենամեծ հանրահավաքը վերջի շրջանում կազմակերպած մարդն է։ Անտեղ առանց ոչ մի բանի մարդուն վերցրել, տա ձերբակալել են, հիմա կտանեն կալանքի ու պարզ է ինչ ալնելու։ Իմ համար օրինակ այո, արդեն կալանքի կանխատեսելի է ինչ ալնելու։ Կամաց Հիմա այս պայմաններում, այս իրավիճակում ու դա վերաբերում է ցանկացածին։ Այսինքն հիմա Նիկոլ Փաշինյանն է փողոցում կարա քայլի, նայ ասի արեցի, հələ դրա հակածը նայ կարա։ Աբազյանը չի ջել։ Ես իմով է։ Ես էլ եմ մոռացել անուն ազգանունը։ Բան արեք։ Բռնեք դրան։ Այդ իր ախրանիկներին ասի, ասա թող գնան դրան բռնեն։ Մի հատ խանութի մոտով ասի, ասի ինչ ձևավորում է դրանց խանութը։ Ազգայնացրեք։ Գնացեք այդ խանութի տիրոջը ձերբակալեք, տարեք կալանքի, խանութը ձեռից առեք, կտակ բանին, Մայրամիկին։ Է Վարշավերանոցը։ Այն ի՞նչ է դրանց Վարշավերանոցի դեմ, այն ի՞նչ ծաղիկներ են անել դրա դեմը։ Ձերբակալել։ Այդ ինչ ուզի կա, որովհետև այն ինչ որ հիմա անում է, այդ է։ Այն ինչ որ հիմա անում է, այդ է։ Ու ցանկացած մարդու, ցանկացած ու ինքը ով է իրան այդ իրավասությունը տվե։ Հիմա այս ամեն ինչի դե ինքը այդ է, չէ՞, այսինքն ինչի համար է դա անում, որովհետև Թուրքին ծառայում, ասենք թե որ մեր երկրում Թուրքի տիրապետությունը, ասենք մի հատ Թուրքի նշանակած մի հատ գուբերնատոր, չէ՞, ավտոյով քայլի, որ աղջկան ուզի կվերցնի, չէ՞, ու ուզի կարասպոյի արդեն տիրապետությունը հաստատե։ Հիմա ասենք որ նացիստները մտել են, ենթադրենք Եվրոպայում, Լեհաստանում էին կամ չգիտեմ Բելարուսում էին կամ Ուկրաինայում էին։ Ինչ էին անում։ Ինչ ուզում էին, այ իշխանությունն է, չէ՞, կուզի կխնայի կապրի, մեկ իրան թարս կնայի, կասի պիստոլետ քանի գնդակա, ո՞ր է դրա պատասխան տվողը, չէ՞, ոչ մեկը, չէ՞։ Հիմա նույնը Թուրքի իշխանությունը հաստատված, հասկանում եք ստե։ Այդ է վարվում։ Իրանք գնացել է Թուրքի հանձնարարությունը ստացել, ասել է, գիտես, Էրդողան նայում, ասում է, մեր անվտանգության հայեցակարգով Հայաստանի ծառայքելական շուրջ եկեղեցին անվտանգային սպառնալիք է իրանցից ներկայացնում, որովհետև համազգային կառույց է, հետևողականորեն պայքարում է հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման համար, սրբադասել է հայոց ցեղասպանության նահատակներին, այդ կազմակերպությունը մեր թուրքական անվտանգության համակարգի տեսանկյունից սպառնալիք ներկայացնող կազմակերպություն, այդ կազմակերպությունը պիտի վերացվի։ Կանչում են, ասում են, դա քո գործն է, պետք է դա վերացնես։ Հիմա եկել գալիս է մի հատ երկու հատ նախքին բանը պաշտոնաթող քահանա կանչում ասում է լեգե կնձի բացատրեք ոնց անդե կարգու կանոնը բան դա ասում են գիտես ինչ
Միաժամանակ կառավարման համակարգը 1700 թվականից կաթողիկոսն է, Աստծո օծյալը կաթողիկոսն է, ինքը միաժամանակ ճիշտ է, խորհրդակցական մարմիններ կան, բարձրագույն հոգևոր խորհուրդ կա, նա իր իրավասություններ ունի, մեկը իր իրավասություններ, ամեն մեկ իրավասություն, բայց այդ գլխավոր կառավարման մարմինը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Եթե դու հարցակում ես կաթողիկոսի վրա, կաթողիկոս չի լում այդ եկեղեցում, երկար ժամանակ է չես ընտրում, ընդհանրապես բան վերանում է։ Ու մյուս կառավարման կարևոր մարմինը կաթողիկոսից հետո, որ իր խորհրդակցական մարմինն է, բարձրագույն հոգևոր խորհուրդն է։ Բարձրագույն հոգևոր խորհուրդը հիմնականում կազմված է եպիսկոպոսներից, ամենաազդեցիկ հոգևորականներն են ընդգրկված բարձրագույն հոգևոր խորհրդի կազմում։ Կեսը վերացնես, ամեն մեկի միանում, մեկին ասա երեխա ունի, մեկին ասա քեռի ունի, մեկին ասա քեռակի, ամեն մի բան քթի վերացնում ես այդ հոգևոր խորհուրդը, ընդհանրապես այդ եկեղեցին դատը վերանում է, այսինքն շենքեր բան մնում են, կարող ես հետո այդ ասես ազգային Հայաստանյա Ծառայքելական եկեղեցու ամբողջ ունեցվածքը ազգայնացնում ենք։ Թո եկեղեցիները կդառնան կրթության նախարարության ենթակա պատմամշակութային ու շատ տուրիստները թույլտան, բայց այլևս ընդ ծես բան պիտի չլինի, որովհետև պատարակներ ոչ մի բան պիտի չլինի, ոչ մի բան։ Ուզում եք հոգևոր կյանքով ապրեք, այդքան աղանդ կա, բան կա, գնացեք դառեք Եհովա։ Ենթադրենք։ Պարոն Ղազարյան, բացի դրանից ես չգիտեմ, շատ ամաչում եմ, որ այս թեմայի մասին պետք է եթերով խոսենք, բայց Նիկոլ Փաշինյանը անգամ պատրաստ է իր բարեմասնությունները ցույց տալ, որոշ բաներ ապացուցել։ Դե գիտեք ինչ, Խայտար ամբողջ համաշխարհային մամուլը sense վերնագրերագրում։ Այո, ծաղրի էին ենթարկում Նիկոլ Փաշինյանին, նրա գրառումները տարբեր տեղերում, եւ ադրբեջանական, եւ ռուսական, եւ տարբեր տեղերում վստահ եմ դուք եք տեսել, թե ինչով է զբաղված երկրի ղեկավարը։ Մարդ վախենում է Facebook-ը բացի արդեն։ Դե նա նախ այդ այլանդակությունը, այդ գռեհկաբանությունը ինչի համար է։ Դա ինձ եկեղեցուն վարդես արդեն որերորդ անգամ նա հոգևորականներին դիմում ավազանի անունով, այդ թվում ամենայն հայոց կաթողիկոսի անարգանքի ամենաբարձր ձևն է, այսինքն եթե դու հոգևորականին դիմում ես ավազանի անունով, նրա հոգևոր իշխանությունը այլևս դու չես ճանաչում, չես զգում, չես ընդունում։ Ինքը դա անում է հերիք, այսինքն եկեղեցին համարվում է գոյություն չունեցող։ Հետնել սրբապղծություն, ասում է ձեր եկեղեցիները աղբանոցներ են, կռավատ կան, դե չուլան են, դա էլ մի հատ ասենք թե մեր զգացողը դա անում է համակարգված առավոտից իրիկուն այդ նույն ձևը դրսևորելով։ Ու ասում եմ դա անում է նպատակային կերպով։ Ու հիմա էլ նույն ձևի այդ գռեհկաբանությունը բան չէ։ Այդ Ես անցած անգամ ասել եմ, դա հենց այնպես չի գնացել Ստամբուլում այդ մզկիթը։ Ասենք, եթե դու իսլամի դավանող ես, եթե հատուկ չես գնացել շանհոդը գցես ընդեի մարդկանց ընդից հանես բանը, եթե այդ նպատակը չէ, ինչ ես գնացել կոշիների թանը մտեն դե, չէ՞։ Ուրեմն ծեսա, չէ՞ էլի։ Ծեսա էլի։ Դե Ուրիշ լրագրող ասում ձեզ իր այցին չի եղել։ Բացի վարչապետի օպերատորներից եւ լուսանկարիչներից ոչ մի լրատվականի լրագրող չի եղել, որ ասենք թե նկարել տենար թե ոնց են դրան Սյունյատ անում։ Հիմա ինչ իմանամ, արել են թե չեն արել։ Չնայած շատ մարդ կա ասում է դժվար արածել են, որովհետեւ երկրորդ անգամ ինչ-որ չեն անում։ Ու հիմնականում ծնվելուց են անում, փոքր ժամանակ են անում, էլ ասենք 50 տարեկանը չեն անում։ Հիմա կարող է, ես չգիտեմ, դրանց ավանդույթները բանը ոնց է։ Բայց եթե դու այդ թեմաների մեջ ես, կամ Էրդողանին կոնկրետ չես ստուգի։ Ինչ ես մտածում, որ ուրիշը պիտի ստուգի, ուրիշին պիտի ստուգես, ու անկախ դրանից հետո։ Կամ ասում է, ուրիշ խոսնակ գա, չգիտեմ, խոսնակ գաս դու։ Մենք պատրաստ ենք ապացուցել, բայց վարչապետի խոսնակի գործյանուն ի՞նչ է։ Այն ինչ որ վերաբերվում է վարչապետին, նրա վերաբերյալ տեղեկությունները, փաստերը, հանգամանքները պիտի ուսումնասիրի, զննի եւ հրապարակի վարչապետի մամուլի խոսնակ։ Եթե քո հետ կապված ինչ-որ խնդիր կա, դա պաշտոնյա կա դրա համար պատասխան, այսինքն ուրիշ մարդ նույնիսկ իրավունք չունի։ Տեղ կաբինետ էլ կա, հանգստի սենյակ կա, ընդ բոլոր պայմանները
ստեղծված են, որպեսզի վարչապետի աշխատակազմի աշխատակիցները իրաց պարտականությունները կատարեն։ Դրսից մարդ իրավունք չունի, ասենք օրինակ հիմա նույնիսկ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ իրավունք չունի դա վարչապետի ԶՆՆ եւ տեղեկություն հրապարակել։ Դա պետք է անի միայն վարչապետի աշխատաբանը մամուլի խոսնակը։ Իր աշխատակազմը դա պետք է Արայիկը կարա անի Հարությունյան։ Աշխատակազմի ղեկավարն Աշխատակազմի ղեկավարն է։ Կարա ուսումնասիրի եւ հրապարակի։ Այդ իրանց Համար կա վարչապետ 600-ից ավել աշխատող։ Բայց բացառում եք, որ մի օր Նիկոլ Փաշինյանը դա էլ ադի։ Բացես Facebook-ը եւ այդպեսի ես չեմ զարմանա։ Արդեն վախենալով եմ մտնում իր էջ։ Այս ամեն ինչին ես 1000 անգամ ասել եմ, մի անգամ եմ պետք է ասեմ։ Այդ դե ինքը անում է, այն ինչ որ ինքն է, չէ՞ անում։ Հիմա ինքը կարա չանի, եթե ինքը այդ կարգավիճակը չունենա։ Ասենք հիմա ինքը որ վարչապետ չէր։ Ումա ցույց տվե ինչ որը սա հետաքրքրվե, չէ՞։ Ոչ մեկի չի հետաքրքրել։ Կամ ասենք ուրիշ իր այդ կաված մարդկանք ինչ են արել, ինչ չեն արել, ուր են գնացել, ինչ են արել, արտիկում ա եղեք, վարձունում ա եղեք, որ ինչ կապ ունի, չէ՞, ումա հետաքրքրել։ Հիմա որպեսի էլի մեզ չհետաքրքրի, նա պիտի վարչապետ չլինի։ Նա որպեսի վարչապետ չլինի, պիտի նրան անվստահություն հայտնեն։ Անվստահություն կարա հայտնի միայն ազգային ժողովը իր 54 պատգամավորներով։ Դրանք է փոխանակ անվստահություն հայտնեն։ Հեսա կեթան, հեսա հիմա մենք ուղիղ եթերում ենք։ Այո։ Հեսա մեր ուղիղ եթերը 720 հոգի նայում։ Հիմա այս 720 հոգի են, ես ուղիղ եթերը որ պրզնի, շուր են գալու այդան ասեն, հեսա անգիր ասեմ, էլի մոտարապես ինչ է, ոչ թե ես դες խելոքյան արդեն խո առաջին անգամն չի։ Բագրատ Սրբազանին տեղափոխեցին դատարան, քննչական կոմիտեն միջնորդությունն ներկայացրել կալանքը բոլորս դեպի դատարանի բակ։ Ինձ թվում է կարող են ստանեն բան, Ավանի նստավայր։ Ընդ որ հերո է, մտածում եմ որ տանեն ընդ քիչ մարքեթ հա բան կա լի, մի քիչ հարմար։ Ահա, մեկ էլ էս կեթան սա Ավանի նստավայր։ Այդ падգամավորները, որ իրանք անվստահություն հայտնելու իրավասություն են։ Լուրջ դեմքերով, ինչքան լուրջ, այնքան լավ։ Ու կապ չունի, մեկ բոյովա, մեկ բոյով չի, մեկ չաղապ, կապ չունի, լուրջ դեմքերով իրանք կասեն, որ ես ինչ էր կատարվում մեր երկրում, ես ինչ անարդարություններ կատարվում մեր երկրում, սենց հարցազրույցներ կտան, հետո եմեկը լրագրողներ ասեն, սաղին ճանաչում են, հենց մեկը գնում ասում, պարոն ես ինչան, կգաք մի հատ, հատ էլ ինքը ինտերվյու կտա, վերջս ես դատարանի բակում սես ժողովուրդը քաղաքվեն, ընդ դատականիստը կտևի մի 6-7 ժամ, հատուկ կձգեն, որ մի քանից հոգի հոգնեն, այդան ընդ վերջ ուրիշ կարիքներ լալում, տես պայմաններ ընդ չկա, վերջը մի քանից կետան վերջը կմնան, վերջում կասեն դատարանը որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել Բագրատ Սրբազանին եւ մնացած են 20 հոգուն, չգիտեմ ընդ մի հատ կին կա դրան տնային կալանք, մեկը չգիտեմ ես ինչ կարգավիճակն ուներ իրան տնային կալանք Ես ինչ, դատարանը որոշում կայացրեց, տարան, հա, հետո այդ նույնները կշարվեն միկրոֆոն։ Մեր պայքարը շարունակվում է, շնորհակալություն, բարի գիշեր, շնորհակալություն ենք հայտնում մարդկանց, որ եկան իրանց աջակցությունը ցուցաբերել, աջակցություն էր, թե ինչ աջակցություն, ոչ մեկ չի մանում։ Այդ աջակցությունը ցուցաբերեցին, բոլորին շնորհակալություն, բարի գիշեր։ Սամվել Կարապետյան տես չարեցի։ Այո, որպես ցուցաբանող լրագրող ասում։ Բարի գիշեր, բարեկամներ, ձեր ցավը տանեմ։ Պարոն Ղազարյան, ինչու եք շանտաժի ենթարկում Գեգամ Մանուկյանին։ Բայց դա ճիշտ է, ու այսքանից հետո նստում է, այո, գոնե Հայաստան խմբակցությունում լիքը падգամավոր կա, որոնց անունը վստահ եմ դուք չգիտեք, ես էլ չգիտեմ։ Թեզ մի քանի հոգին իրանց չի թվում, որ իրանք սես կարան գնան հարցազրույցներ տան, ասենք մեկը չկա այդ կուսակցությունում, այդ խմբակցությունում, այդ Գեգամ Մանուկյանին ասեն ախպեր, տնից դուս մի արի էլի։ Դուս մի արի։ Մյուսները ոնց ասենք չեն խոսում, չէ՞։ Այ ախպեր, գոնե սուս մնա։ Այդ բանին Ագնեսախամու, մտե մի քանի մարդ կա, որ պիտի ուղակի իրանց, չեմ ասում պետության հայրենիքի, կորպորատիվ շահերից ելնելով, ասեն մի խոսեք արա գոնե։ Կամ ասեն մի հատ ուրիշ էլի բաներ կան, էլի լրագրող էլի են բեղերով մարնեն, տափակությունները գերելով, ասեն ախպեր այդ Facebook-ից դու մի գերի,
Մի գերի։ Հիմա Գեղամը Մանուկյան գնացել է 24 նյուզում նստել, ասում է վերնագիր է կարծեմ, չի, ասում է մոտս պահել եմ, ես դրան պիտի մշակեմ ուղղակի ես քանի օր ես իրադարձությունները ասես խառնում է։ Ինչ են շանտաժանում, մենք մեր ստորագրությունները տվել ենք։ Այսինքն մի հատ ես ուզում եմ իմանալ, ով կարա падգամավորին շանտաժ անի։ Ով է շանտաժ արել падգամավոր։ Դա ըստ էության հաղորդում է հանցագործության մասին։ Հիմա եթե ես Գեղամ Մանուկյանին շանտաժ եմ արել, ես ասում եմ, ես չեմ ասում, որ ես շանտաժ եմ արել, եթե ուրիշին չվերաբերվի, էլի։ Պետք է գնա դատախազություն, падգամավորը։ Հաղորդում տա, ասի ես մարդը շանտաժ է, որովհետև իրականում ոչ մեկ իրավունք չունի։ Падգամավորի վրա բռնություն գործադրի, իրան շանտաժ անի, ինչ-որ բաներ անի, ասի դու քո ֆունկցիաները կատարի։ Օրինակ, ես իրան նամակ գրել եմ։ Այդ նամակի բովանդակությունը հետևյալն է, որ հարգելի պարոն անհատապես եմ գրել։ Իրան կոնկրետ ես Գեղամ Մանուկյանին նամակ եմ գրել։ Ասում եմ հարգելի, չէ, չեմ գրել հարգելի, որովհետև բոլորին են գրել, դե իրան կարայի գրել հարգելի միջոցը, չեմ գրել, որովհետև բոլորին նույն նամակն է։ Եղածա։ Վարչապետին անվստահություն հայտնելու մասը, անգիր հիշում եմ, ես եմ գրել։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այսինչ հոդվածի ազգային ժողովի յուրաքանչյուր падգամավոր, այդ թվում դուք ներկայացնում եք ողջ ժողովրդին, կաշկանդված չեք հրամայական մանդատով եւ ձեր որոշումները կայացնում եք սեփական խղճով եւ համոզմունքներից ելնելով։ Երկրորդ, համաձայն Սահմանադրության այսինչ հոդվածի կառավարությունը համարվում է այն մարմինը, որը իրականացնում է պետության ներքին արտաքին քաղաքականությունը այս ծրագրի հիման վրա։ Կառավարության այսինչ որոշմամբ հաստատվել է 21-26 թվականների ծրագիրը, որը ազգային ժողովի կողմից արժանացել է հավանության։ Համաձայն Սահմանադրության այսինչ հոդվածի ազգային ժողովի падգամավորը վերահսկում է կառավարության գործունեությունը եւ համաձայն Սահմանադրության այսինչ հոդվածի ազգային ժողովի падգամավոր, եթե տենում է որ կառավարությունը իր ծրագիրը չի կատարել, նրան կարող անվստահություն այդի։ Հաշվի առնելով որ այս կառավարությունը իր հավանության արժանացած ծրագիրը չի կատարում, խնդրում եմ որպեսզի դուք ձեր падգամավորական լիազորությունից ելնելով սկսեք վարչապետին անվստահություն հայտնելու գործը։ Ես դες խնդրանքով դիմել եմ падգամավոր Գեղամ Մանուկյանին։ Նա հերիք չի իմ նամակին չի պատասխանել։ Ոնց որ ԿՊ-ները չեն պատասխանել, գրավոր ասեն պարոն Ղադր, պետք չի գրեն հարգելի։ Դե դա ինքնախաբեություն է ասեց։ Ի պատասխան 2025 թվականի ապրիլի 28-ին ինձ հասցեագրված ձեր գրության հայտնում եմ հետևյալ այտենց բովանդակությամբ ոչ մի падգամավոր ինձ նամակից չի պատասխանել։ Բացի ԿՊ-ից Թաքուի Ղազարյանից եւ Վահագ Ալեքսանյանից եւ պատիվ ունեմից Թաքուի Թոմասյանից։ Մնացա պատիվ ունեմը մի հատ իրան ստորագրությունների թուղթն աղարկել, չի ասում մի պատասխան ձեր բացում ազգային ժողովից պասիլկա ինձ ստացել։ 6 ստորագրություն, թե ինչի մասն է ոչ մեկ չգիտի։ Իմ նամակի պատաս չի գնում ձերի պատասխանը։ Օրենք կա է որ падգամավորները որպես պաշտոնյաներ քաղաքացիների ստացված նամակներին, դիմումներին, բողոքներին առաջարկներ պատասխան տան։ Մեկ ճղում է, մեկ չի պատասխանում։ Գեղամ Մանուկյան չի պատասխանել իմ նամակին։ Հիմա ես ասում եմ, դիմել եմ ասեմ, պարոն падգամավոր, կլինի որ դուք ձեր պարտական, ասում եմ, շանտաժ ես անում, շանտաժ եք անում ինձ։ Չհասկացած, ես դու կարող ի սկզբանե որոշել եք մեզ թիրախավորեք, չէ, մենք ի սկզբանե որոշել ենք ձեզ խնդրենք, որ դուք ձեր պարտականությունը կատարեք։ Հիմա եթե ասում եմ մեր խմբակը գնացել հանդիպել եմ, չէ՞, ես վերջերս եկել էր բանը։ Արեքնազ Մանուկյան, լսել եք։ Լսել եք։ Վերջին անգամ ելույթ ունեցել է մոտ 2 տարի առաջ, падգամավորը։ Երբևէ ձեր տաղավարում ընդդիմադիր падգամավոր Արեքնազ Մանուկյան հյուր եկել է, ես լայվ նյուզում շատ հաղորդումներ արձազուրկներ նայել, չեմ հիշում որ Եթե չեմ սխալվում, երբեք չի եկել, եթե չեմ սխալվում։ Ոնց որ 168-ը չի գնացել, ոնց որ հայրել չի գնացել, ոնց որ News-ը չի գնացել, ոնց որ Պոլիտիկա չի գնացել։ Չէ, ինքը բանը շատ լուրջ կերպար է, էլի 6 տողանոց։ Եթե չեմ սխալվում, նախկին լրագրող։ 6 տողանոց կենսագրության տեր մարդ, 6 տող, որից առաջի տողը որ ծնվել է, վերջի տողն էլ որ դառել է ազգային ժողովի падգամավոր, տակ մնացել 4 տող։ Հələ ԱԼՄ-ի իր աշխատանքները չի գրել, եթե որ գրել կլեր 7, որ ԱԼՄ-ում էլ է աշխատել։ Այդ չի գրել։
Մենակ 7 օրն է իրան սրտին կպել, որ ինքը 7 օրում աշխատել, էլ է խմբագիր։ Հիմա այդ падգամավոր ասում է, ես ես բան չունեմ ասելու, մենք մեր խմբակցությունով հայտարարություն արել ենք, ավելացնելու բան չունեմ։ Այդպես կարեք 2021 թվին Հայաստան խմբակցությունով, ասենք, Հայաստան խմբակցությունը հայտարարում է, որ մենք ուզում ենք, որ մեր երկիրն լինի ուրախ եւ երջանիկ։ Դրանից հետո իրանց ինչ հարց տաս, ասի, մենք մեր խմբակցությունը հայտարարություն արդեն արել է, մենք մեր խմբակցության հայտարարությունից ավելացնելու բան չունենք։ Մեր խմբակցությունը ասել է, որ մեր երկիրն ուզում ենք լինել ուրախ եւ վերջ։ Ես դրան ավելացնելու, որ ասում եմ, ես ձեր խմբակցության հայտարարությունը կարդացել եմ, բացի դրանից, որ իմ հարցերի պատասխանը չեմ ստացել, իմ մոտ հարցեր առաջացել։ Ես ուզում եմ այդ հարցերը, ես ես ասելու բան չունեմ, կարեք ելեք այդակ։ Մեր խմբակցության հայտարարությունում ամեն ինչ ասված է։ Այս են падգամավորներից մեկն է, որ մենք մտածել ենք մինչև հիմա, որ դրանք ընդդիմություն են։ Ու պիտի իրականացնեն անվստահություն, հիմա որ իրանք անվստահության գործընթաց չեն իրականացնում։ Մենք էլ ասում ենք, բա ինչի՞ չեք իրականացնում, ասում են, քանի որ մեր խմբակցությունը, ասում են, ինչի՞ չես իրականացնում, նույն 24 նույնիսկ լրագրող խելամիտ հարցեր է տալի։ Ասում պարոն Մանուկյան, դու ինքդ ես ասում, որ երբ որ ՍԴ դուք դիմում եք ներկայացրել, զանգել եք Հայկ Մամիջյանին, ասում եք ուզում եք միանաք, ասել է այո, եկել են նույն թղթի տակ, ձեր ստորագրությունները եղել է, ենթադրենք 20-ը, տակից են իրանց դրել են, ով ուզել է, նույն թղթի տակ, հերթական համարով, տալ եք տվել եք ՍԴ-ին, ճիշտ ասում, ինքն է բերում այդ օրինակը։ Հիմա ասում է պատիվ ունեմնել, այս նախաձեռնությունն է ցուցաբերել։ Դուք կարեք եթակեն իրանց տողի տակ ստորագրեք։ Չէ, ասում եմ, մենք մի հատ թղթի տակ ստորագրել ենք, տայդրել ենք սեյֆը։ Հիմա որ իրանց ասում ես այդ անտրամաբանական, անօրինական, հակասական մտքերիդ որ վերջ տաս, օրինական, նորմալ, եթե դու ցանկություն ունես Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, կնեթ ասել նախաձեռնություն նախ դու հեղինակ ես, երկրորդ եթե դու չես ուզում հեղինակ ես, տեխնացու չունես, չգիտեմ չես ֆայմում, հարմար չես գտնում, այն մյուսը ֆայմել է, կլինի գնաս դրան միան, դրան է չես միանում, հետո էլ եմ այսօր առավոտը լայվը դրել եմ, այսօր առավոտյան ձերբակալվել են դաշնակցության 1000 մարդ են բռնել, իրանց մենակ դաշնակցության հետաքրում, ասենք որ եթե ինչ-որ մեկին ձերբակալ են դաշնակցական չի, այդ իրանց ցուցակների մեջ չկա, չեն ասում։ Ձերբակալվել են դաշնակցության գերագույն մարմնի անդամ էս ինչ է, պետք է ձեր բա որ թողնում եք Նիկոլի, մնում եք, բա գիտեք Նիկոլ Փաշինյան մնում է որ ձեզ ինչ անի։ Այդ 28 հոգիդ եք ստանում անձեռնմխելիություն, աշխատավարձ, պրեմիան, մնացածս ձերբակալվում ենք։ Ու մեր այս ձերբակալություններով է որ դուք այդ կարգավիճակը ստացել եք, ու դրա հետ միասին որ մի հատ ձեզ առաջարկություն ենք ներկայացում, ուրեմն կամ պիտի մեզ վիրավորեք, ծաղրացուներ են, չգիտեմ սրանք, էսի անլուրջ է, խեղկատակություն է, էսի խաբեբություն է, էսի չլող բան է, ոնց պիտի այդ ելնի քպեականները, ոնց պիտի գամի չլող բանը, բա որ քպեականները չեն գա, բայց դուք դաշնակցությունով 18 տվին, ոնց գնացիք Սերժ Սարգսյանին ընտրիք վարչապետ, 10 օր հետո գնացիք Նիկոլ Փաշինյանին ընտրիք վարչապետ, բե ոնց է լավ։ Այդ քպեից երկու հոգի արդեն դուրս է եկել, վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն են ցուցաբերել։ Դուք չեք ցուցաբերել։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որ 6 ամիս առաջ Վահագ Ալեքսանյանի պես քպե էին, վարչապետին անվստահություն, այսինքն նույն ձևի պաշտպանում էին Նիկոլ, ինչ էշություն դուրս տալիս էր պաշտպանում էին, ինչ ասում էր անում էին։ Հիմա ինչ որ մի կետից ասում են ստոպ, չեղավ, դուրս են եկել, իրանք են սկսել անվստահություն հայտնելու գործընթաց, դուք հերիք չեք սկսել, դաժե դրանց չեք միանում։ Այնուամենայնիվ նրանք անլուրջ են համարում իմպիչմենտի գործընթացը։ Դե անլուրջ են համարում, թող լուրջը տենան ոնց է ալնում։ Անլուրջ են համարում, Նիկոլը մնում է, անում է էս, բայց ինչ չեն բողոքում։ Ես էլ ինչից եմ բողոքում, որ դաշնակցականները ձերբակալվել են։ Ձեր գործողությունների հետևանքով են ձերբակալ, որ դուք սկսեիք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ոչ թե ձեր կուսակցականներին տանեք վարի տայք, այլ դուք ինքներդ լծվեիք պայքարի այդ նպատակը իրագործելու համար։ Այսօր դուք իշխանության կլինեք, ձեր կուսակցականներն չեն, բա որ չեք անում, էլ ումից եք բողոքում, ինչից եք բողոքում։ Բա մտածում եք ոնից պիտի, այդ նույն բանը ասում ադրբեջանցիները Արցախում ավիրել են գերեզմանները։ Բա պիտի տանեն խումբ ծխեին։
Չեն արել, ծաղիկ չեն դրել գերեզմաններին։ Բայց թողել եք ադրբեջանցիներին, ով է թողել, Նիկոլն է թողել։ Այդ գրողը պիտի գա կանգնի Նիկոլի դեմն, ասի իմ գերեզմանը ինչես հանձնել ճշնամուն, չէ՞։ Նույնը ստեղ է, բայց դուք Նիկոլին թողնում եք իշխանության, դեմը ռեալ իրական պայքար չեք տանում, հետո ասում եք, ես մեզ ձերբակալում է, կներեք էլի որ ձերբակալում է։ Գործի պիտի դներ երևի։ Եվ դուք Facebook-ում գրառում էիք արել, բառացի չեմ հիշում, բայց կապված նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանի այս գրառումները տանում են նրան, որ հնարավոր է կաթողիկոսին ձերբակալելու որոշում կայացնի կամ հրաման արձակի։ Հնարավոր է դա համարում։ Ինքն է գրառում արել։ Ավազանի անունով այդ որ գրում է Կտրիշ Ներսյանը, գիտես ինձ նկատի ունի։ Բայց ինչ է գրում, ասում է, այս ամենը ինչ եղել է իր օրհնությամբ։ Այո։ Ձայնագրությունների։ Բայց всё, ասենք, հիմա ինչ որ մեկը կա, ինչ տարբերություն չի, ասենք, եթե դու բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ, arczepiskopos ես ձերբակալում։ Arczepiskoposից հետո կաթողիկոսն է։ Եթե դա կարալն է, ինչ պիտի չլինի։ Բայց հրանգա չէ ստացել։ Հրանգա չէ ստացել։ Գնացել է կոշիկներն էլ սիրել է եկել է։ Հացը չեն տվել, ասում են էսա։ Հա, չասրեց չէ, հացուտի։ Կարող է դրա համար է ջղայնացել։ Իմանալով էլ որ ուտել այդքան սիրում է։ Կարային չէ՞ մեզ շաուրմա։ Դոներ, եթե չեմ սալում, տենց են ասում իրանք։ Ղարս խորում։ Տնային ասեն, բայց չեն տվել։ Սրան գործը կանես, նոր կուտես։ Հնել եկել է իր գործ դանում։ Հիմա ով է մտածում, որ դա կարա չլինի։ Եթե աշխարհի Սամվել Կարապետյանը սովորական մարդ չի։ Նա նես բաներ արեց երկրի համար, նես վաստակ ունի։ Մեկը մի հատ իր տունը պատերը քսում է ռեմոնտ անում, նենց արդեն տրամադրություն փոխվում է, էլի ասում է, բան, ես եմ արել։ Տեսեք ինչեր է կառուցել այդ մարդը, ինչեր է ստեղծել։ Մի օր մեկի գրպանը 20,000 դրամ փող ալում, արդեն նենց իրան 20,000-ը պահում, էլի։ Գիտեք ինչ։ Միլիարդատեր է այդ մարդը, ո՞նց է վարվում հետը։ Հիմա Հայաստանում որևէ մեկը, որ բիզնեսից զրկվի, ինչ պիտի ասի։ Պարոն Ղազարյան, գիտեք ինչ հիշեցի, առաջին օրը, երբ որ խուզարկում էին Սամվել Կարապետյանի առանձնատունը, մենք գնացել էինք եւ նկարահանում էինք իրականացնում, նրա եղբայրը Կարեն Կարապետյանը հետեւյալ արտահայտությունն արեց, ասես գոնե Նիկոլ Փաշինյանը, որ հիմա ապրում է այդ կառավարական տանը, հա, ամառանցում, գոնե գիտի ում գումարներով է։ Մինչև վերջերս ով էր դրա մասին իմանում։ Այդ մարդիկ են, ես առաջի անգամ լսեցի, չգիտեմ։ Նաեւ Սևանյանը այդ մարդիկ իրանք, նաև այդ ընտանիքը եւ Սամվելը Կարապետյան եւ իր եղբայրը, իրանց ողջ ընտանիքը, բացի իրանց կարողությունները, իրանց հնարավորությունները, չափազանց զուսպ, քչախոս, համեստ, վերին աստիճանի, ասենք, անձնական շփումներում էլ ասենք, ես շատ քիչ եմ առնչվել, բայց երբեք ասենք անկողմնակա չէ, ասենք, չճանաչես, չես ասես մարդը միլիարդատեր է, ոչ իր պահվածքով, այլ մարդկանց հետ իր շփումով, վերաբերմունքով, հարգանքով։ Դա սիրակված մարդիկ են նորմալ ընտանիքից, ազնիվ իրանց հեռավոր գյուղից, ասենք, հել է գնացել են, չէ, Տաշիրից, գնացել օտար երկրում, օտար միջավայրում մարդիկ իրանց վաստակով ստեղծել են, ստեղծածն է բերել են, ինչ որտեղ Հայաստան համահայկական հիմնադրամի ստեղծման օրվանից մինչ օրս ամենամեծ դոնորը այդ հիմնադրամի Սամվել Կարապետյանը, չեմ ասում իր մասնավոր ձեռնարկները հայ եկեղեցուն ինչքան է օգնել, Մոսկվայի եկեղեցու կառուցմանը, իրանց գյուղի եկեղեցու, այլ չեմ հաշվում ինչեր արել։ Հայաստան համահայկական հիմնադրամին շոշափող փող, որ տվել է ամենաշատը պատմության մեջ ինքն է։ Ու համեստ այսքանի մեջ ու գնացել դրա Սարգսյանն ապրում է, նրա վճարած հարկերով իր օրը 1,700,000 դրամ վրան ծախսում են, գնացել դրան էլ էլացել ձեռից առնում է։ Ազգայնացնում է հետո։ Թրքացնում է էլի, հեսա կվերցի կտա թուրքերին, հեսա մեկը պարզվի Սոկար ընկերությունը ձեռքա բերել Հայաստանի լիտրական ցանցերի բաժնետոմսերը։
Վրաստանում իմիջայլոց գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնում է ադրբեջանական Սոկար նավթագազային եւ կարող եմ փաստել, այո։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Կարծում եմ այսքանով կարող ենք ավարտել։ Շնորհակալ եմ շատ կարևոր եւ հետաքրքիր հարցեր բարձրաձայնելու համար։ Զրուցում էինք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ այսպես